Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ կառավարության նիստի ժամանակ քողարկելով սեփական արտաքին քաղաքականության ձախողումները եւ Ռուսաստանի կողմից հայ գյուղմթերք արտադրողների եւ սննդամթերք արտադրողների դեմ սանվանված պատժամիջոցները փորձելով նաեւ գցել հենց արտադրողների գրպանը, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլյանտը ուրիշ բան չմտածելով ամեն ինչում մեղադրեց հենց արտադրողներին։ Օրինակ ինքը ասեց, որ իր նման մարդը, թե մենք գիտենք, թե Նիկոլը ինչ մակարդակի ուտող է եւ ինչ կուլտուրա ունի ուտելու առումով, նույնիսկ ինքը հայտարարեց, որ մեր ուրեմն աճեցված ձուկը ինքը չի ուտում։ Փաստորեն թակավորեցնելով Ռոսելխոզնաձորի այն քաղաքական որոշումը, որ հայ ձկտարտադրողները անորակ ձուկ են մատակարարում Ռուսաստանի Դաշնություն։ Գումարած դրան նաև հայտարարեց, որ մյուս ապրանքների, հատկապես գյուղմթերք արտադրողների արտադրանքը, որ հիմա փչանում է չերմոցներում եւ պահեստներում, ելի նրանք են մեղավոր, որտեղ ինքը վաղուց էր առաջարկել նրանց, ուրեմն զբաղվել շուկայի դիվերսիֆիկացիայով եւ նոր շուկաներ գտնել։ Հետաքրքիր է, այդ նոր շուկաներ գտնելը այս տարում, որտեղ ամեն ինչ բաժանված է, գրեթե խոշոր երկրների եւ նրանց կողմից հովանավորվող կորպորացիաների միջև այդքան հեշտ է, հետաքրքիր է, իսկ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ինչի համար է եղել, որ ստատիստիկ տվյալներ հրապարակի մանիպուլյատիվ եւ կեղծ եւ սկսի հպարտանալ դրանցով, բայց էկոնոմիկայի նախարարությունը նրա համար չէ, որ ասենք 8 տարվա մեջ ինչ Նիկոլան Հողը երկրի վարչապետ էր եւ պատրաստվում էր թռնել Ռուսաստանի կողքից դեպի արևմուտք, Ռուսաստանի թշնամի համարվող ուրեմն երկրների կողքը, այդ էկոնոմիկայի նախարարությունը 8 տարվա մեջ այնպես չաներ, որ մեր արտաքին առևտրի կախվածությունը Ռուսաստանից մեղման էր, ասենք, եթե 2015 թվականին այն 15.5% էր, հիմա գոնե իջներ օրինակի համար, ասենք 10%, ել չասեմ, որ ասենք գյուղմթերքի դեպի արտահանողների ուրեմն ծավալը, արտահանումների ծավալը դեպի Ռուսաստան ոչ թե կազմեր 90-85 տարբեր ուրեմն գյուղմթերքների կամ 100%, այլ ասենք նվազեր դառնար 50-30-40%։ Նիկոլ Անհողը փորձում է իր բոլոր ձախողումները բարթել գյուղացիների եւ սննդամթերք արտադրողների համար։ Անկեղծ ասած, լավ է անում ինչ որ անում է, թե ձկնապույսների գլխին, որոնց այս արտադրությունը համարեց ուրեմն ոչ որակյալ, թե գյուղացիների եւ ուրեմն ջերմոցատերերի գլխին։ Ինչ որ անում է Նիկոլը, քիչ է անում։ Ինքը պարզ ասում է, ես չեմ եկել աշխատելու, ես եկել եմ վայելելու։ Իսկ այն ինչ որ ինքը պետք է աներ, չի անում, բայց դա բարդում է գյուղացիների եւ արտադրողների վրա։ Այս ժողովուրդը արժանի է ունենալ Նիկոլ Անհողի նման վարչապետ։ Շարունակեք նույն տեմպերով, մինչև Նիկոլը սննկացնի եւ ամբողջությամբ կործանի գյուղատնտեսական եւ սննդամթերքի ոլորտները եւ ամեն ինչ անում է թուրք-ադրբեջանական տանդեմի եւս ամենամեկ գլոբալ ուրեմն պահանջը կատարելու ուղղությամբ ինքը գյուղատնտեսությունը եւ սննդի արդյունաբերությունը քանդելով նաեւ խթանում է արտագաղթ, որպեսզի տեղազատվի թուրքերի եւ ադրբեջանցիների համար։